Բարև ձեզ, սա օրվա թեման է, իմ այսօրվա հյուրը քաղաքագետ Էդգար Առաքելյանն է, բարև ձեզ, պարոն Առաքելյան։ Պարոն Առաքելյան, Ռուսաստանը շարունակում է ճնշումը ավելի ուժեղացնել, օրերս հայտարարվեց նաև, որ Հայաստանը պետք է արդեն հստակ ընտրի կամ ավելի ճիշտ Հայաստանը պետք է հանրաքվե անցկացնի կամ ԵԱՏՄ-ից դուրս գա։ Ինչ է ուժեղացնում ճնշումը, ինչին չի կարողանում հասնել Ռուսաստանը առայժմ Հայաստանի հարցով։ Ես կարծում եմ, որ ցանկացած նման քայլ Ռուսաստանի կողմից նպաստում է ոչ թե ինչ-որ բանին հասնելուն, այլ համոզված եղեք Ռուսաստանը հաստատ կորցնելու է Հայաստանում նման քաղաքականության արդյունքում։ Իսկ իրականում նման օրակարգ չկա Հայաստանի Հանրապետությունում, Եվրամիություն թե ԵԱՏՄ, դա կեղծ օրակարգ է, որը ձևավորվել է միգուցե այդ շրջանակների կողմից։ Հիմա փորձում են դա ներկայացնել Հայաստանում որպես քաղաքական օրակարգ։ Նշեմ նաև, որ ԵԱՏՄ անդամակցության հետ կապված մենք կհիշենք, թե ինչպիսի գործընթացներ տեղի ունեցան եւ այն ժամանակ չգիտեք ինչու այդ նույն մարդիկ չփորձեցին հարցնել Հայաստանի հասարակության կարծիքը, իրենք ուզում են գնալ ԵԱՏՄ թե չէ, կամ նման հանրաքվե առաջարկային եւ այլն եւ այլն։ Այսինքն մենք տեսնում ենք այստեղ ըստ էության ոչ տրամաբանական մոտեցում եւ սա փաստացի ԵԱՏՄ որպես կառույց, որպես տնտեսական ինտեգրացիոն կառույց, դրա նաև հեղինակազրկման նաև քայլեր են, որը տեսնում է ամբողջ աշխարհը, որը տեսնում են նաև ԵԱՏՄ մյուս պետությունները, որոնք կարող են նաև ենթադրել, որ առաջիկայում չի բացառվում, որ իրենց հետ նույնպես նման ուրեմն ոճով աշխատեն։ Պարոն Առաքելյան, ասացիք, որ սա կեղծ օրակարգ է, Փաշինյանն անձամբ ինքն էլ մի քանի անգամ հայտարարել է, որ Հայաստանը առայժմ մտադիր չէ գնալ Եվրամիություն, նման գործընթաց քաղաքական առումով չկա, բայց այդուամենայնիվ ռուսները շարունակում են, դա իմանալով եւ հասկանալով շարունակում են նման օրակարգ ձևավորել։ Իրական նպատակը որն է, արդյոք նպատակ ունեն այս ճնշումով թրիփ նախագծում իրենց տեղը ունենալ կամ ինչ-որ զիջումներ կոչել։ Ես չեմ կարծում թրիփ նախագիծը այլևս ըստ էության գործնական փուլում է եւ այստեղ իհարկե թրիփ նախագիծը ոչ թե տարածաշրջանը բաժանելու, այլ ընդհակառակը տնտեսապես եւ կոմունիկացիոն առումով տարածաշրջանը ավելի ուրեմն համագործակցային դարձնելու նպատակ ունի եւ քավլիցի, եթե Ռուսաստանը ցանկանա այդ ճանապարհով անցնել, ապա Ռուսաստանը այդ հնարավորությունը կունենա։ Ես չեմ պատկերացնում, թե Ռուսաստանը ինչ ֆորմատով պետք է ցանկանա այդ թրիփ նախագծում մասնակցություն ունենալ։ Դու գիտեք, որ Հայաստանի վարչապետը հայտարարել է նախկինում, որ մենք նմանատիպ առաջարկ արել ենք Ռուսաստանին, սակայն իրենք մերժել են կամ հրաժարվել են նման սկզբունքներով ուրեմն պրոյեկտ իրականացնել, քանի որ ենթադրելի է, որ Ռուսաստանը այդ նոյեմբերի 9-րդ կետը մեկնաբանում էր այլ ռակուրսով, Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ միասին, իսկ ռակուրսը հետեւյալն էր, որ իրենք ուզում էին արտատարածքային միջանցք, որը եւ տեղի չունեցավ, իսկ այս գործողությունները փաստացի ավելի շատ ներքաղաքական իրավիճակը լարելու, ավելի շատ ներքաղաքական ճոր զարգացումներ գեներացնելու նպատակ ունեն, հաշվի առնելով նաեւ վերջին ընտրությունները, հաշվի առնելով նաև վերջին ժամանակներում ռուսական իշխանությունների դիրքորոշումները, բայց ես ինչպես նշեցի, նման քայլերով Ռուսաստանը ավելի շատ կորցնելու է եւ եթե իրենք չփոխեն իրենց քաղաքականությունը, ապա հերթական կորուստը կունենան քաղաքական Հայաստանում։ Պարոն Առաքելյան, լրացավ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրման 1 տարին, այս ընթացքում, այս 1 տարվա ընթացքում ինչ արդյունքներ ունեցանք, ու բնականաբար չհաշված թերևս ամենագլխավոր արդյունքը, որ սահմաններում այսօր խաղաղ է, հանգիստ է, կրակոցներ չկան, բացի դրանից էլ ինչ արդյունքներ ենք արձանագրել կամ էլ ինչ արդյունքներ կարող ենք արձանագրել առաջիկա շաբաթներին կամ ամիսներին։ Դե դուք արդեն նշեցիք սահմաններում հանգիստ լինելու փաստը, մենք փաստացի խաղաղության գործընթացում ենք, իհարկե դա դեռևս վերջնական ինստիտուցիոնալիզացման կարիք ունի, որի հետ կապված էլի գործընթացները գնում են։ Այո, առաջին ձեռբերումը դա հենց բուն խաղաղությունն է, երբ որ մեր սահմաններում կրակոցներ չկան, մահեր չկան, հա, սահմանի երկայնքով մեր հասարակությունը
զգում է այդ խաղաղությունը հոգեբանորեն դա այլ զգացողություններ են, որը մենք զգում ենք մեր հասարակության ու քաղաքացիների մոտ, նաև բնականաբար այդ խաղաղությունը նաև այլ հնարավորություններ է տվել, դա տնտեսական նախ եւ առաջ հնարավորություններ են։ Դուք գիտեք, որ Հայաստան Միացյալ Նահանգներ կա նաև տեխնոլոգիական ոլորտի բավականին լուրջ համագործակցության փաստաթղթեր ստորագրված եւ դրա առաջին արդյունքը պտուղները մենք արդեն տեսանք Հրազդանում բացված այդ արհեստական բանականության գործարանով, սա բացառիկ ուրեմն հնարավորություն է Հայաստանի Հանրապետության համար, որը փաստացի խաղաղության պտուղների, խաղաղության արգասիքն է եւ առաջիկայում մենք կտեսնենք նաև թրիփի շուրջ զարգացումներ, ելի տնտեսական, աշխարհաքաղաքական, կոմունիկացիոն առումով, որը ըստ էության Հայաստանի դերն ու նշանակությունը մեր տարածաշրջանում արմատապես փոխելու է, մենք դառնալու ենք մենք ըստ էության փակուղային պետությունից վերածվելու ենք ըստ էության պետություն, որի տարածքով խաչվում են տարբեր շահեր, տարբեր տնտեսական շահեր եւ մենք դրանից ըստ էության օգտել ենք քաղելու։ Սա են հիմնական նաև, այսինքն բուն խաղաղությունը, երբ որ կրակոցներ չկան, երկրորդը դա տնտեսական հնարավորություններն են եւ երրորդը դրա արդյունքում Հայաստանի աշխարհաքաղաքական դերի եւ նշանակության փոփոխումն է մեր տարածաշրջանում։ Պարոն Արաքելյան, երեք թե առաջ օրը Ալիևը ելույթ է ունեցել եւ իր ելույթով, այսպես ասենք, որոշակի ակտիվություն է ձևավորել Հայաստանի որոշ շրջանակներում, նա մասնավորապես նշել է, որ արդեն գրեթե պատրաստ է Ադրբեջանից Նախիջևան էլեկտրականություն տեղափոխելու հարցը Հայաստանի տարածքով, նշել է, որ դրանից կարող են օգտվել նաև հայերը, քանի որ ատոմակայանին մեր երկար կյանք չի սպասվում, սա ինչ է նշանակում, ինչ մասին է խոսում Ալիևը։ Մենք պետք է ուշադրություն դարձնենք մեր ներքին գործընթացներին եւ այդ ներքին գործընթացներով պայմանավորված քայլերին, ատոմակայանի հետ կապված դուք գիտեք, որ կա գործընթաց, Հայաստանը պատրաստվում է նոր ատոմակայան կառուցել եւ ըստ էության անկախ նրանից թե ինչ կասի Ալիևը, ինչ չի ասի, դա պետք է մեզ այդքան շատ մեկնաբանությունների առիթ չդառնա, առավել եւս մենք գիտենք, որ կան շրջանակներ Հայաստանում, երբ այսպես նստած սպասում են թե Ալիևը ինչ կասի, որպեսզի այդ խոսույթը բերեն եւ տարածեն գեներացիոն մեր ներքաղաքական ներքին դաշտում օրակարգում։ Մենք գիտենք, որ կա կոնկրետ գործընթացներ Հայաստանի Հանրապետությունում ձևավորված են նույնիսկ ինստիտուտ ատոմակայանի կառուցման հետ կապված Հայաստանի Հանրապետության կառավարությունը այլևս որ հայտարարել է, որ որոշում կա, որ կառուցվել է մոդուլային տիպի ատոմակայան, բանակցություններ են վարում տարբեր երկրների հետ, ովքեր ունեն այդ տեխնոլոգիաները, այդ թվում Միացյալ Նահանգների հետ եւ առաջիկայում Հայաստանը որոշում կկայացնի, թե որ տեխնոլոգիայով, որ երկրի տեխնոլոգիայով կկառուցի նոր ատոմակայան, մնացած խոսակցությունները, տեսեք, ատոմակայանի հետ կապված ուրեմն Ադրբեջանը եւ Թուրքիան տասնյակ տարիներ խոսել են, տասնյակ տարիներ։ Եվ չգիտես ինչու հիմա են ողջևորվում մարդիկ, որ Ալիևը ինչ որ բաներ է ասել։ Հա իրենք միշտ նույն թեզը կրկնել են, բայց մենք գիտենք ատոմային այդ միջազգային կազմակերպության հայտարարությունները, հետազոտությունները, տեղում այցերը, որոնք գնահատել են Հայաստանի ատոմակայանի աշխատանքը, որ անվտանգության տեսանկյունից որպես բարձր անվտանգություն ունեցող ատոմակայան եւ հետեւաբար պետք է լսել ոչ թե Ալիևի եւ բերել այդ քաղաքական հայտարարությունները այստեղ գեներացնել, այլ պետք է լսել Հայաստանի Հանրապետության կառավարությանը, նրա որոշումները, միջազգային մասնագիտացված կազմակերպությունների հայտարարությունները եւ հետազոտությունները։ Պարոն Արաքելյան, վերջին օրերին երկաթգծի հարցը էլի ակտիվացել է Փաշինյանը, մասնավորապես Փաշինյանի հայտարարությունից հետո, որ այն համարվում է Հայաստանի սեփականություն եւ Երևանն է ի վերջո որոշելու, թե ինչ ճակատագիր է ունենալու երկաթուղին։ Հայկական երկաթուղին Ռուսաստանի ձեռքում գլխավոր խաղաթղթերից մեկն է, արդյոք Ռուսաստանը կհամաձայնվի հեշտությամբ այն հետ վերադարձնել կամ աշխատեցնել Հայաստանի ի նպաստ Հայաստանի շահերի։ Տեսեք, դուք նշում եք ի նպաստ Հայաստանի շահերի, եթե Ռուսաստանը չի օգտագործում, այսինքն այդ երկաթուղիները, որ տրվել են Ռուսաստանի կոնցեսիոն ուրեմն պայմանագրով, դա տրվել են, որպեսզի Ռուսաստանը դա շահագործի ի նպաստ Հայաստանի Հանրապետության։ Եթե այդ
ուրեմն ենթակառուցվածքը չի օգտագործում իր բուն նպատակին, ապա բնականաբար այդտեղ պետք է որոշումներ կայացվեն։ Եթե այդ կոնցեսիան, որը տրվել է Ռուսաստանի Դաշնությանը, որը պետք է հնարավորինս լավ պայմաններ ապահովել Հայաստանի կոմունիկացիաների համար, եթե դա չի ապահովում, դա բնականաբար հարցեր է առաջանում, այդ հարցերի պատասխանները պետք է տրվեն։ Այնպես որ այստեղ ես չեմ տեսնում ուրեմն մանիպուլյացիաների եւ այլնի տեղ կա հստակ խնդիր։ Հայաստանը բացվում է աշխարհին, Հայաստանը նոր հնարավորություններ է ունենում ու Հայաստանի այդ ենթակառուցվածքը, այդ հնարավորությունները կարևորագույն ըստ էության գործիքներից մեկն է եւ այդ գործիքը պետք է աշխատի։ Եթե կան կողմեր, ովքեր խոչընդոտում են այդ աշխատանքին, ապա այդ խոչընդոտները պետք է վերացվեն։ Պարոն Արաքելյան, գանք ազգային ժողով, նիստերը շարունակվում են նոր գումարման ազգային ժողովի, ինչպիսի կարծիք ունեք, ոնց կմեկնաբանեք ընդհանուր առմամբ նոր ազգային ժողովի գործունեությունը առաջին օրերին։ Դե տեսեք, ազգային ժողովի համապատասխան կառույցները եւ նրանց ղեկավարների ընտրությունները նոր է տեղի ունենում, ձևավորվել են դեռևս ազգային ժողովը ընտրվել է ազգային ժողովի նախագահ, փոխնախագահները եւ առաջիկայում այս օրերին քննարկվում են նաեւ հանձնաժողովի նախագահների ընտրությունների հարցը։ Ես կարծում եմ, որ առնվազն օպոզիցիայի առումով մենք խնդիրներ ունենք եւ այդ խնդիրները մենք կտեսնենք այս առաջիկա 5 տարիների ընթացքում, բայց դա չի նշանակում, որ մենք չենք աշխատելու, մենք մեր գործը անելու ենք անկախ նրանից թե մեր դիմաց ինչպիսի ընդդիմությունն է կանգնած եւ ինչպիսի նպատակներ ունի այդ ընդդիմությունը։ Իհարկե ցանկալի է, որ ավելի այսպես գաղափարական եւ ավելի ծրագրային քննարկումներ լինեն ազգային ժողովում, իսկ դրա բացակայությունը խոսում է նրա մասին, որ նույն օպոզիցիան շահագրգռված չի կոնկրետ ծրագրային եւ գաղափարական քաղաքական այսպես հարցեր քննարկելու ազգային ժողովում, քանի որ իրանց օրակարգը այլ է, իրանք սպասարկում են այլ օրակարգեր եւ Հայաստանի Հանրապետության շահերին նպաստող ցանկացած օրակարգային հարց իրենց համար օտար է եւ հետեւաբար մենք տեսնում ենք երբեմն այնպիսի քննարկումներ կամ ելույթներ կամ հայտարարություններ, ինչպիսին տեսնում ենք, այսինքն կարող падգամավորը, չգիտեմ, նախագահի տեխնացուին հարց տա, այ կներեք դուք որ Թուրքիայում եղել եք, թուրք տեսել եք, այսինքն այդ մակարդակի կարող են իջեցնել այդ դեբատները, բայց ընդհանուր առմամբ ինչպես նշեցի, սա չի նշանակում, որ մենք տվյալ դեպքում քաղաքացիական պայմանագիր կուսակցության խմբակցությունը չի աշխատելու ենք այն ծրագրերը, որը այս ժամանակահատվածում առաջ ենք քաշել, այդ ծրագրերը կյանք են կոչելու, կգտնեմ անկախ նրանից, թե ինչ տիպի ինչ ձևի ընդդիմություն մեր առջև։ Պարոն Արաքելյան, մանդատները վերցնելուց առաջ ընդդիմությունը հայտարարեց, որ վերցնում են, որպեսզի հետագայում աջակցեն փողոցային պայքարին, փողոցային պայքարն աշունը մոտենում, սովորաբար Հայաստանում հենց աշունը մոտենում, ասում են աշունը թեժ է լինելու, սպասեք թեժ աշնան։ Այդ փողոցային պայքար արտահայտության հետ կապված իրենք էլ այդպես չեն հավատում, քանի որ փողոցային պայքարի դուրս են գալիս նախ գաղափարական մարդիկ, ովքեր որոնց առաջնորդում են գաղափարական ուժեր։ Եթե ուժերի հիմնական այսպես բազան եղել է փողը, ապա առավել եւս մենք տեսել ենք այդ ընտրությունների ընթացքում ընտրակաշառքների այդ հրապարակված դեպքերը, ապա դա իրենց այսպես ասեմ, իրենց էլեկտորատը ձևավորվել է փողով, այսինքն դա եղել է գործարք, միանգամյա գործարք։ Մեկը ցանկացել է ձայն գնի, մեկը ցանկացել է ձայն վաճառ։ Այդ միանգամյա գործարքը տեղի է ունեցել, ու այս մարդիկ հայտնվել են խորհրդարանում։ Հիմա դրանից հետո թե իրենք ինչպես են պատկերացնում այդ փողոցային պայքարը, թե ինչպես են այդ մարդկանց բերելու հրապարակ, ենթադրում են, որ էլի ֆինանսական ինչ-որ ռեսուրսներ կօգտագործեն, բայց հավաստիացնում եմ ձեզ, նույնիսկ շատ մեծ ֆինանսական ռեսուրսներ օգտագործելու պարագայում իրենք որևէ հաջողություն չեն գրանցելու, քանի որ կրկնեմ, իրենք չունեն լուրջ ընտրազանգված, իսկ այն ընտրազանգվածը ինչ որ իրենց ձայնը տվել, դա տրվել է այդ ֆինանսական ռեսուրսների օգտագործման արդյունքում։ Պարոն Արաքելյան, եկեղեցու առաջնորդը դատարանում է, հասարակության մի հատված կարծում է, որ մեղադրանքը
որով Գարեգին Բ-ին հրավիրել են դատարան, շատ թույլ է, մի մասն էլ կարծում է, որ կաթողիկոսին ընդհանրապես պետք չէր դատական քաշքշուկների մեջ գցել, նա անձեռնմխելի է այդ առումով, ոնց կմեկնաբանեք կաթողիկոսի հետ կապված է իրավիճակը։ Որ մեղադրանքը թե որքանով թույլ է, որքանով ուժեղ է, ցույց կտա ժամանակը եւ այդ դատաքննությունը, իսկ ինչ վերաբերում է դատել չդատելուն, ապա ես կարծում եմ որպես որ ըստ էության Հայաստանի Հանրապետությունում չպետք է լինեն արտոնյալներ անկախ իրենց կարգավիճակներից, եթե Կտրիչ Ներսիսյանը հասել է այդ մակարդակին, ուրեմն ինչ որ խնդիրներ կան, եթե Կտրիչ Ներսիսյանը որոշել է, որ պետք է մի կողմ դնի իր վեղարը եւ զբաղվի քաղաքականությամբ, ապա պետք է նաեւ ենթադրել կամ սպասել, որ իրան վերաբերվել են որպես քաղաքական գործի, ոչ թե հոգևոր առաջնորդի։ Մենք գիտենք, որ վերջին առնվազն 2-3 տարիների այս ներքաղաքական զարգացումների այսպես առաջամարտիկ է եղել Կտրիչ Ներսիսյանը եւ իր կողմից ղեկավարվող այդ հոգևոր սվիտան եւ հետեւաբար կրկնեմ, եթե Կտրիչ Ներսիսյանը անարգել է եկեղեցին եւ եկեղեցու կանոնները, կանոնակարգերը, մտել է քաղաքականություն եւ դա արել է ակնհայտ կերպով, ապա պետքա Կտրիչ Ներսիսյանին վերաբերվել նախ եւ առաջ ոչ թե Հայաստանի կամ հայ ժողովրդի հոգևոր առաջնորդի, այլ պետքա վերաբերվել նախ եւ առաջ քաղաքական գործի, անել ընդդիմադիր քաղաքական գործի եւ այստեղ ես կարծում եմ որևէ զարմանալու կամ չգիտեմ այլ հանգամանքներ չկա։ Նույն Բագրատ Գալստանյանը ինքն է հայտարարել, երբ որ այդ Տաուշից քայլելով գալիս էր, ինքն է հայտարարել, որ այդ շարժումը օրհնելա տեղյակա եւ օրհնելա առանց իր օրհնության, առանց Կտրիչ Ներսիսյանի օրհնության սա տեղի չունենում, այսինքն փաստացի խոստովանը լա, որ այս ամենի յետևում կանգնած է Կտրիչ Ներսիսյանը եւ հետեւաբար եթե Կտրիչ Ներսիսյանը իրան այդ հոգևոր բարձր այդ աշճանից ստորադասել է եւ եկե մտել է քաղաքականություն, ապա Կտրիչ Ներսիսյանը գոնե իմ համար սովորական շարքային քաղաքական գործիչ է, որում օպոզիցիոն քաղաքական գործիչ։ Պարոն Արաքելյան, ընդդիմությունը շարունակում է պնդել, որ իշխանությունները քաղաքական հետապնդումները արդեն քանի տարի շարունակում են, գրեթե բոլոր ձերբակալվածներին նրանք համարում են քաղբանտարկյալներ։ Այս օրերին նորից քաղաքական գործիչներ են ձերբակալվում տարբեր պատճառներով, արդյոք Հայաստանում կան քաղաքական հետապնդումներ։ Իհարկե չկան քաղաքական հետապնդումներ Հայաստանում կան պետության դեմ դուրս եկած շատ հարուստ մարդիկ, որոնք իրենց անցյալով եւ ներկա գործունեությամբ դա ապացուցում են։ Այդ մարդիկ ունեն մոտ պատմություններ, այդ մարդկանց հետ կապված կան այսպես հարուցված քրեական գործեր, իրար չէ խախտելով անմեղության կանխավարկածը, պետքա սպասենք այս ամբողջ դատավիրավական գործընթացներին եւ հասկանանք ինչա տեղ ունեցել։ Իսկ քաղաքական հետապնդում, գիտեք, դրանք ասում են մարդիկ, ովքեր որոնց ամբողջ քաղաքական կենսագրությունը դա քաղաքական հետապնդման մի ամբողջ այսպես պատմություն է, դա ասում են, ասենք Ռոբերտ Քոչարյանի քաղաքական թիմի ներկայացուցիչները, Ռոբերտ Քոչարյանը, ով այսպես քաղաքական բռնաճնշումների սիմվոլ է Հայաստանի Հանրապետությունում, վերջի վերջո մենք չենք մոռացել այդ պատմությունը, վերջի վերջո այդ պատմությունները փաստագրված են, վերջի վերջո դրանց հետ կապված կան նկարահանված բազմաթիվ ֆիլմեր, թե ինչպես են Ռոբերտ Քոչարյանի քաղաքական իշխանության տարիներին Հայաստանում բռնաճնշումներ տեղի ունեցել, թե ինչպիսի բռնաճնշումներ են տեղի ունեցել, ինչպիսի քաղաքական սպանություններ են տեղի ունեցել, որոնց զգալի մասը չի բացահայտվել, իսկ մի մասն էլ կարծեք թե այս օրերին են բացահայտվում, այնպես որ բռնաճնշումներից գոնե իրենք չպետք է խոսան եւ այն ինչ որ տեղ ունենում իրավունքի շրջանակներում եւ առաջիկա դատական գործընթացներում մենք դրանում կհամոզվենք։ Շնորհակալություն։ Սա օրվա թեման էր, իմ զրուցակիցը քաղաքագետ Էդգար Արաքելյանն էր, կհանդիպենք առայժմ։